Երբևէ մտածել եք, թե ինչպես են աշխարհի հզորագույն առաջնորդները լուր ցուցադրում իրենց բացարձակ իշխանությունը։ Մարդու ուղեղն էվոլյուցիոն առումով անքակտելիորեն կապված է դաստակների հետ, ուստի մեր շարժումներն անողոքաբար մատնում են ամենախորը զգացմունքները։ Երբ անհատը միացնում է մատների ծայրերը, ստեղծելով աշտարակաձև դիրք, նա հեռարձակում է կատարյալ վստահություն և անգամ ամբարտավանություն։ Պատմական գործիչներ Ժակ Շիրակն ու Ջերի Ադամսը հաճախ էին կիրառում այս մանիպուլյացիան, ենթագիտակցաբար փորձելով նմանվել Արարչին և ճնշել դիմացինին։ Մեկ այլ հզոր ազդանշան է մեջքի հետևում ձեռքերը խաչելը։ Բրիտանական արքայական ընտանիքի անդամները, հատկապես արքայազին Ֆիլիպն ու Չարլզը, հաճախ են քայլում հենց այսպես։ Անպաշտպան թողնելով մարմնի ամենախոցելի հատվածները, կուրծքն ու որովայնը, նրանք ցուցադրում են կատարյալ անվախություն և վեհություն։ Սակայն եթե մարդը բռնում է ոչ թե ափը, այլ դաստակը կամ արմունքը, դա արդեն թաքնված նյարդայնության և ինքնատիրապետման նշան է։ Իսկ գրպաններից ցուցադրաբար դուրս ցցված բութմատները տղամարդու ագրեսիվ ինքնավստահության ամենավառ դրսևորումն են։ Իրական իշխանությունը երբեք բարձրաձայն գոռալու կարիք չունի։ Այն արտահայտվում է լուռ, ապացուցելով, որ մեր մարմինը միշտ բացահայտում է այն գաղտնիքները, որոնք միտքը հուսահատորեն փորձում է թաքցնել։ Անպայման կիսվեք այս տեսանյութով ձեր այն ընկերոջ հետ, ով միշտ խոսում է իր ձեռքերով։